Եվրոպական երկրները ընդունում են, որ բանակցությունների որոշակի փուլում հակամարտության կարգավորման համար պետք է վերսկսել երկխոսությունը Ռուսաստանի հետ։ Այս մասին հայտնում է Financial Times-ը, հղում անելով իր աղբյուրներին։ Ինչ-որ փուլում եվրոպացիները ստիպված կլինեն ուղիղ երկխոսություն վարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ինչպես առաջարկել է Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնը, ասել է Ելիսեյան պալատի ներկայացուցիչը։ Նշվում է նաև, որ եվրոպական երկրները հունվարին ծրագրում են բանակցությունների նոր փուլ անցկացնել, այսպես կոչված աջակիցների կոալիցիայի շրջանակներում, քննարկելու Ուկրաինայի աջակցությունը և հակամարտության կարգավորման ուղիները։ Կիևը և նրա հովանավորները Եվրամիությունում չցանկանալով փնտրել Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորում կրկնապատկել են իրենց ջանքերը խափանելու համաձայնագիրը, քանի որ կարգավորումը մոտենում է։ Ըստ Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովի, կարծում եմ 2025 թվականի դեկտեմբերի 25-ը մեր հիշողության մեջ կմնա որպես այն կարևորագույն օրը, երբ մենք իսկապես մոտեցանք լուծմանը։ Սակայն թե արդյոք մենք կկարողանանք վերջնական քայլ կատարել և համաձայնության հասնել, կախված է մեր աշխատանքից և մյուս կողմի քաղաքական կամքից։ Սա հատկապես ճիշտ է այն իրավիճակում, երբ Կիևը և նրա հովանավորները, մասնավորապես Եվրամիությունում, որոնք հավատարիմ չեն համաձայնագրին, կրկնապատկել են այն խափանելու իրենց ջանքերը, ասել է նա։ Իրանը Աֆղանստանից միգրանտների համար կենսաչափական ստուգում է մտցրել Աֆղանստանի հետ սահմանին գտնվող Ռեզավի Խորասան նահանգի գլխավոր դողարուն անցակետում, որը միանում է Հերաթ նահանգի Իսլամ Քալա անցակետին։ Այս մասին հայտնել է Ռեզավի Խորասանի անվտանգության և իրավապահ մարմինների ղեկավարի տեղակալ Ամիրուլլահ Շամքադարին։ Կենսաչափական ընթացակարգը ներառում է մատնահետքերի վերացում, ծիածանաթաղանթի և դեմքի սկանավորում, ինչպես նաև անձնական պատմության ստեղծում։ Այս միջոցառումը նախատեսված է անօրինական աֆղան միգրանտների սահմանային հոսքի նկատմամբ վերահսկողությունը ուժեղացնելու համար, որոնցից շատերը փորձում են երկրորդ կամ երրորդ անգամ մուտք գործել Իրան արտաքսվելուց հետո։ Մոսկվայի և Բաքվի միջև հարաբերություններում առկա լարվածությունը կապված չէ Ուկրաինայում հակամարտության հետ։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև լարվածությունը կապված չէր Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի հետ, նշել է նա։ Դիվանագետը նաև ընդգծել է, որ Ադրբեջանի ղեկավարությունը հետևողականորեն աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը։ Նրա խոսքով Ադրբեջանը նմանատիպ մոտեցում է ցուցաբերում նաև Պաղեստինյան հարցում, Իսրայելի հետ հարաբերությունները կառուցելով փոխադարձ հարգանքի և ազգային շահերի հիման վրա։ ԱՄՆ-ն Ուկրաինային առաջարկել է 15 տարվա անվտանգության երաշխիքներ, դրանք երկարաձգելու հնարավորությամբ, հայտարարել է Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին Axios-ին տված հարցազրույցում։ Կարծում եմ, մեզ անհրաժեշտ է 15 տարուց ավելի և ես մեծ հաջողություն կհամարեմ, եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնվի դրան հանդիպման ժամանակ, նշել է Ուկրաինայի առաջնորդը։ Ավելի վաղ, վերջինս հայտարարել էր, որ Ուկրաինայում հակամարտության կարգավորման ծրագիրը 90%-ով պատրաստ է։ Նա հավելել էր, որ Կիևի համար անվտանգության երաշխիքները կքննարկի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ առաջիկա հանդիպման ժամանակ։